Հոգևորականները լռում են, համաձայնեք, որ կանոնադրությունը խախտվի, այդ դա է նշանակում, եթե լռում են, ովքեր որ լռում են, լռությունը ինչի նշան է, համաձայնության, դուք համաձայնեք, որ մեր հայ առաքելական սուրբ եկեղեցին խախտի եկեղեցու սպասավորները խախտեն կանոնադրությունը եւ օրենքները։ Ըստ իրենց Տեր Արամն է խախտել դրանք եւ վիրավորել է Մայրաթոռը թեմակալ առաջնորդին իր հայտարարությունով։ Դատարան, դիմեք դատարան, այդ հոգևորականները թող դիմեն դատարան։ Դատարանը ինչի համար է։ Դիմեք դատարանը սխալ որոշում կայացնի, հեղափոխություն կանենք, մենք հեղափոխություն անող ժողովուրդ ենք։ Նախադեպը կա։ Մի քանի անգամ արել ենք։ 1920 թվականի մայիսին արել ենք, հայկական պետությունը կործանել ենք։ 1990 թվականին արել ենք, հայկական պետությունը վերականգնել ենք։ 2018 թվականին հեղափոխություն արել ենք, ժողովրդավարությունը վերել ենք Հայաստան։ Հիմա էլ կանենք, եթե դատարանները սխալ որոշում կայացնեն, հեղափոխություն կանենք, դատարանները կցրենք, նոր դատարան կստեղծենք։